24 TV-ին շարունակում է աշխատանքը, այսօր տեսակապով կզրուցենք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի հետ։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված պահապան։ Երեկվանից Նիկոլ Փաշինյանը անդրադառնում է հայ առաքելական եկեղեցուն, հոգևորականներին, երեկ կառավարության նիստի ժամանակ նա խոսեց եկեղեցու մասին, այսօր արդեն Facebook-յան գրառումներ է իրականացնում, ինչ խնդիր ունի Փաշինյանը եկեղեցու հետ։ Ես պիտի ասեմ, թե ինչ խնդիր ունի, ինքը պիտի ասի ինչ խնդիր ունի։ Ես ինչ իմանամ ինքը ինչ խնդիր ունի։ Ինքը այնքան խնդիրներ ունի ինքը իր հետ, ելուր մնաց, որ եկեղեցու հետ խնդիր չունենա։ Իրեն պետք է հարցնեք այս հարցը, ես մեկնաբանողը չեմ, թե ինքը ինչ միտում ունի։ Եկեղեցում խնդիրներ է տեսնում եւ թիմից պարզաբանում են, որ պարզապես Փաշինյանը եկեղեցում խնդիրներ է տեսնում եւ ուզում է խնդիրները լուծել։ Որ եկեղեցում խնդիր տեսնի։ Ով է ինքը, որ եկեղեցում խնդիր պետք է տեսնի, կամ ինչ խնդիր պետք է տեսնի, իր ինչ գործն է, ինքը ով է։ Փաշինյանը մասնավորապես գրել է, թե ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից, հիմա որն է բարոյապես ավելի ազնիվ, կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը, տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը։ Սպառնում է Փաշինյանը, որ բացահայտումներ է անելու։ Դուք մեծ թյուրըմբռնման մեջ եք, ինչպես նաեւ ինքը թերևս։ Ինչու։ Եկեղեցին արտաքինից ստուգելու որևիցե մեխանիզմ չկա։ Եկեղեցին ստուգվում է ներսից։ Եթե կուսակրոն հոգևորականը կամ որևիցե մի հոգևորական որևիցե մի սխալ է թույլ տալիս, դա եկեղեցական հարց է։ Կվերաբերի պետությանը, եթե ինքը քրեական հանցանք է գործել։ Եթե քրեական հանցանք է գործել, աշխարհիկ դատարանը, այո, կարող է որևիցե հոգևորականի դատապարտել ցանկացած պատժի ընդհուպ մինչև առավելագույն։ Բայց եկեղեցական կարգազանցությունների համար դրսից որևիցե ատյան գոյություն չունի, որը կարող է քննել, թե ինչ սխալ է թույլ տվել այս կամ այն հոգևորական։ Դա ներքին ադյան է, կարգապահական ադյանն է, որ եկեղեցում գործում է եւ կարգապահական ադյանին է գնում այդ հարցերը եւ այնտեղ են քննվում նման հարցեր։ Այդպիսի իրավասություն եկեղեցականի վարկը քննելու եւ պատժամիջոց կիրառելու որևիցե աշխարհիկ իշխանություն չունի եւ չի կարող ունենալ։ Ուրեմն խորհուրդ կտամ բոլորին ներառյալ իրենից վերջացրած ամենահետին ամենաստորին, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, ամենահամեստ, ամենանվաստ անձով որևիցե մեկը իրավունք չունի այդ հարցի մեջ, այդ հարցով միջամուխ լինել եկեղեցու ներքին գործերին։ Դա եկեղեցու ներքին գործն է։ Ըստ էության ինքը բացատրում է եւ իր թիմը բացատրում է այնպես, որ եթե եկեղեցին չի զբաղվում այս հարցերով, ապա պետք է իշխանությունը զբաղվի այս հարցերով։ Չի կարող իշխանությունը զբաղվել այդ հարցերով։ Չի տրված իրեն հետ իշխանությունը։ Ինքը կարող է ընդամենը զառանցել եւ զառանցանքներ գրել, հիմա էլ Շիրակի մարզում շփոթվում է եւ հանդացած նոր գրառումներ է անում։ Բայց դա իր գործն է, թող անի, ինչ է որ։ Բայց դրանից եկեղեցին անհանգստանալու խնդիր չունի։ Ուղղակի գիտեք, ինչքան կարող է ճանճը թղին անհանգստացնել, այդ նույնքան անհանգստացնում է։ Փաշինյանը այս գրառմամբ նաև սպառնում է, որ բացահայտումներ կարող են լինել, իրականությունը ասում է, կարող է մի օր բացահայտվի։ Ուրեմն գիտեք ինչ, այնտեղ հարցեր կան, որ իրեն չեն վերաբերում, կուսակրոն հոգևորականն էլ ունի անձնական կյանքի իրավունք։ Եվ անձնական կյանքի իրավունքը դա պետության կողմից տրված սուրբ իրավունք է։ Հետևաբար նման տվյալների տիրապետելու դեպքում էլ պետական իշխանությունը իրավունք չունի բարձրաձայնելու, այլ կարող է այդպիսի նյութերը տրամադրել եկեղեցական բարձրագույն իշխանության։ Իսկ եթե ինքը ուզում է այդ օգտագործել իբրև զենք, սա նշանակում է պարզապես պետական շանտաժ է, շանտաժիստ է ինքը։ Եվ ինքը ուզում է պետական մեքենան վերածել շանտաժի մեքենայի։ Հասկանում եք։ Ուրեմն դա անթույլատրելի բան է, անթույլատրելի բան է։
Երկրորդ, այնտեղ իր մյուս կենակցի կողմից ինչ-որ մեղադրանք է հնչվում, ասում է մանկապիղծներ։ Ուրեմն, եթե ինքը տիրապետում է ինֆորմացիայի, որ որևիցե մի հոգևորական մանկապիղծ է եւ չի հայտնում, դա նշանակում է ինքը հանցագործ է։ Հասկանում եք։ Հիմա քննչական կոմիտե կոչվածը կամ չգիտեմ որ այդ մանկապղծության դեպքերի դեմ պայքարող վարչություն կա, չգիտեմ, կա թե չկա։ Նրանք անմիջապես պետք է գնային այդ կնոջ հետևից ասելով, որ այդ գիտես մանկապիղծ եւ մինչեւ հիմա չես ասում, թաքցնում ես։ Մանկապղծությունը սարսափելի, ոչ միայն քրեական, սարսափելի հանցանք է, այլանդակություն է։ Եվ եթե ինքը տիրապետում է ինֆորմացիայի, որ այս ինչ կամ այնինչ սքեմավորը մանկապիղծ է եւ չի հայտնում, նշանակում է հանցագործ, իրեն պետք է բռնել, տանել, կալանավորել, ստիպել, որպեսզի ցուցմուկ տա։ Սրանք ուղղակի, գիտեք, բաներ ասել այնքան հասարակացրել են, որ ասում են, խոսում են, կարևոր չի, կասենք, հա, կկպնի, չի կպնի։ Ուրեմն կուսակրոնի անձնական կյանքը դա անձնական կյանք է։ Իսկ երկրորդ, եթե կուսակրոնը մանկապիղծ է կամ ոչ կուսակ, որևիցե մի հոգևորական մանկապիղծ է կամ որևիցե մեկը մանկապիղծ է եւ դու գիտես չես հայտնում այդ մասին, հանցագործ ես։ Հիմա քննչական կոմիտեն գնացել է այդ կնոջ հետևից։ Եթե չի գնացել, քննչական կոմիտեն էլ է հանցագործ։ Իսկ կուսակրոնության խախտումը չխախտումը սա ներեկեղեցական դիսցիպլինար հարց է։ Դա ոչ մեկին չի վերաբերում։ Դրսի մարդկանց ոչ մեկին չի վերաբերում դա։ Հասկանում եք։ Ասում են դա կեղծ հոգևորականություն է, խոսում եւ քարոզում են այլ բան, բայց իրականությունը եւ իրականում գործում են այլ բան։ Ինքն է որոշել այդ։ Ինքն է որոշել դա։ Դա որոշում է հասարակությունը, դա որոշում է եկեղեցի հաճախող ժողովուրդը, դա որոշում է եկեղեցում հաղորդություն ստացող ժողովուրդը։ Իսկ եթե ասում եմ, եթե ինքը որևիցե մեկի մասին օպերատիվ տվյալներ ունի ազգային անվտանգությունից կամ ոստիկանությունից եւ ուզում է դա այսպես թանկ գնով վաճառել, սա շանտաժ է։ Պետական շանտաժ է։ Իսկ շանտաժին որևիցե մեկը պարտավորել չի տրվելու։ Ինչ է նշանակում։ Եթե կուսակրոնը խախտում է իր կուսակրոնության ուխտը, եկեղեցական ատյանը քննում է վճիռ է կայացնում։ Լեփլեցուն ես բոլոր տարիներին քանի հատ եք տեսել, որ կուսակրոնը կարկալույց է արվել նաև այդ պատճառով, որ խախտել է իր կուսակրոնության ուխտը։ Եղել են լեփլեցուն դեպքեր կան։ Բայց դե եկեղեցական ատյանն է անում, ոչ թե աշխարհիկ ատյանն է անում։ Աշխարհիկ ատյանը ինչ իրավունք ունի մտնելու մարդու ինտիմ կյանք։ Որևիցե մեկի հոգևորական կամ ոչ հոգևորական կարող է մտնել որևիցե մեկի կյանքը եւ ասել դու սիրուհի ես պահում կամ 7 սիրուհի ես պահում։ Հասկանում եք, սա ինտիմ կյանքը կուսակրոնի կյանքն էլ է ինտիմ կյանք, այնպես չի։ Եվ ամեն մի սայթակումը, որ կուսակրոնը ունենում է, դա մի մեծ ողբերգություն է, մեծ դրամա է, ոչ թե այնպես ինչ-որ բան է, զավզագություն է, որ կարելի է այդպես հեշտությամբ ասելու անցնել։ Իսկ էլի վերադառնամ, դարձյալ վերադառնամ եւ վերստին վերադառնամ, որովհետեւ այդպիսի հայտարարությունը այդպես անհետևանք չպետք է մնա։ Եթե դու խոսում ես նաեւ հոգնակի թվով մանկապիղծներ ասում ես, այսինքն գիտես մի քանիսին, որ մանկապիղծ են, եւ չես հայտնել այդ մասին առ այսօր, հանցագործ ես, քեզ պետք է ձերբակալեն հենց հիմա։ Եվ եթե քննչական կոմիտեն կամ այն կառույցը, որը պիտի դրանով զբաղվի, չի զբաղվել այդ կնոջով, իրենք էլ են հանցագործ։ Շատ պարզ եմ ասում, չէ՞։ Մարդը պիտի հասկանա ինչ հայտարարություն է անում։ Դուք ասում եք դա եկեղեցու գործն է, ամեն հոգևորական ինքը ունի իր անձնական կյանքի իրավունքը եւ Փաշինյանին դա չի վերաբերվում, բայց նա պետական օրենքի առաջ Իսկ եկեղեցական օրենքի հետ իրենք գործ չունեն։ Եկեղեցական օրենքի առաջ իրենք գործ չունեն։ Հոգևորականը կուսակրոնությունը միակ ուխտը չէ, որ ինքը անում է։ Կուսակրոն հոգևորականը 3 ուխտ է կատարում։ Անպայմանավոր հնազանդություն, կամավոր աղքատություն եւ երրորդ կուսակրոնություն։
Հասկանում եք, այն չի որ միայն կուսակրոնությունն է։ Եվ ընդ որում երեքի մեջ էլ կարող է սայթագել պարբերաբար։ Կարող է սայթագել հնազանդության մեջ, երբեմն անհնազանդություն դրսևորել, բայց ներողություն խնդրել։ Կարող է աղքատության մեջ գայթակղվել, ինչ-որ մի բան, նյութական ինչ-որ մի բանի հետևից գնալ, զղջալ։ Եվ կուսակրոնության մեջ էլ, որ ամենախոցելին է, էլ 21-րդ դարում։ Ամենախոցելին է։ Այդ պոռոդախոսներից թող որևիցե մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել։ Թող փորձի։ Մի շաբաթ թող փորձի առանց կնոջ ապրել։ Իրենք հոգևորական չեն, բայց այդ մարդիկ որոշում են, որ իրենք հոգևորական չեն, ուրեմն թող հարգեն այն ծանրությունը եւ այն բեռը, որի տակ մտել է հոգևորականը։ Թող հարգեն։ Թող հարգեն։ Ուրիշ բան չենք պահանջում։ Հիմա այն տպավորությունը չստեղծի, որ ես բանի արտարացնում եմ կուսակրոնության խախտումը։ Չէ։ Բայց դա որևիցե մեկ դրսից մարդու գործը չի։ Եթե չի վերաբերում, այսպես ասած, ավելի պարզ ասենք, ավելի փակագծեր բաց, եթե չի վերաբերում իր կնոջը, չի վերաբերում իր դստերը, չի վերաբերում իր քրոջը, իր ընտանիքի որևիցե անդամի, եթե չի վերաբերում, իրեն չի վերաբերում։ Գիտի տվյալներ, ներկայացնում է եկեղեցական ատյան, եկեղեցական իշխանություն։ Եկեղեցական իշխանությունը որոշում կայացնի, կհեռացնի կամ ապաշխարություն կնշանակի, կների, մարդը կշարունակի իր օգտակարությունը բերել եկեղեցուն։ Դուք պատկերացնում եք, որ ամեն մի սայթակումի համար եկեղեցականի կարգալույց անեն։ Դուք մտքով անցկացնում եք։ Եկեղեցականը սուրբ չէ։ Սուրբ չի, սուրբերի հավաքածու չի, եկեղեցականություն։ Երբեք ոչ մի եկեղեցական չի ասում, ես եկեղեցական եմ եւ սուրբ եմ։ Երբեք նման բան չի ասում։ Դուք ես 21-րդ դարում եղեք առողջ տղամարդ կամ առողջ կին եւ գնացեք կուսակրոնության ուխտի տակ մտեք եւ հասկացեք այդ ծանրությունը, հասկացեք այդ ամբողջ փոխանակ աղոթեք այդ մարդկանց համար, կանգնում եք, շոր խոշորացույցով դիտում եք խախտեց թե չխախտեց։ Մենք վերջ-վերջո ես 62 տարեկան մարդ եմ, հա, 25 տարեկանում կուսակրոնության ուխտ եմ արել, 1000 մի փորձությունների միջով եմ անցել, 1000 մի փորձությունների միջով, 1000 ու մի, դուք գիտեք այդ որևիցե փորձությունից տեղյակ եք, շատ հեշտ է ասել, խախտել է, չի խախտել, խախտել է, չի խախտել, բայց դրա հետևում ամբողջ մի դրամա է, ամբողջ մի ողբերգություն է։ Այդ ողբերգության մեջ խորանում եք։ Վերջին իր գրառման մեջ նա այսպես է գրել. Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ։ Ժողովուրդը ունի եկեղեցի, հոգևոր եւ բարոյական, եւ ժողովուրդը գոհ է իր եկեղեցուց, հոգևոր եւ բարոյական առումով։ Այն հոգևորականներից, որ գոհ չի, եթե կան այդպիսի հոգևորականներ, ինքը ցույց է տալիս իր հակակրանքը շատ բացահայտ։ Շատ բացահայտ։ Այսօր էլ եթե մի փոքրիկ այդպես լրագրողական հետաքննություն հասկացնեք, կտեսնեք, որ այն հոգևորականներին, որոնց ժողովուրդը չի համակրում, տարբեր պատճառներով, հիմք ունեցող կամ անհիմն, այդ եկեղեցի հաճախորդների թիվը սակավ է։ Այն եկեղեցիներում, որտեղ հոգևորականը հարգված է, հարգի է, եւ ինքը իրեն չի արադավորել զանազան մեղքերով, այնտեղ լեփլեցուն է ժողովուրդը ունի իրավունք այդ եկեղեցին ունենալու եւ ժողովուրդը այդ եկեղեցին ունի։ Իսկ այն կուսակրոնները, որոնք խախտում են կուսակրոնության ուխտը, դա վարչապետի, նախագահի, ազգային ժողովի, քննչական կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության գործը չի։ Հասկանում եք, գործը չի իրենց։ Իսկ եթե իրենք ուզում են դրա մեջ մտնել, դա նշանակում է իբրև շանտաժի գործիք ուզում են օգտագործել։ Եվ լրացնել այս կամ այն հոգևորականին այդ շանտաժի ճանապարհով, այ կբացահայտենք, որ ես ինչ սայթակում ունեցել ես։
Սա ավելի մեծ անբարոյականություն է, քան կուսակրոնի գործած, այսպես ասած, անբարոյականությունը մարմնական սայթակումը։ Ես մի անգամ էլ դրա օրինակը տվել եմ, հիմա էլ տամ։ Հանգուցյալ Պապը, Հռոմի Պապը, ուրեմն Փարիզի նախորդ arczepiskopos-ին կանչեց իր մոտ եւ ասեց, որ լավ կլինի հրաժարական տաս, որովհետեւ մամուլում աղմուկ էր բարձրացել, որ հասկանում տարիներ առաջ Փարիզի arczepiskopos-ը ինչ-որ մի կնոջ գրգել է սեռական ցանկությամբ։ Դրանից այն կողմ չի անցել գործը, բայց ընդամենը գրգել է սեռական ցանկությամբ։ Եվ մարդը ասեց, որ հրաժարական տվեց, բայց Պապը հրապարակավ ձեզ նման լրագրողների մոտ պաշտպանեց այդ մարդուն, ասելով, որ այդ մարդը ավելի քիչ մեղք է գործել, քան Սուրբ Պետրոսը, որ ուրացավ Քրիստոսին։ Մարդը մարմնական փուլության պահ է ունեցել, հա, եւ գրկել է, ասենք, այդ կնոջը։ Ավելի փոքր մեղք է գործել, քան Սուրբ Պետրոսը, որ ուրացավ Քրիստոսին։ Բայց հասարակությունը այդ սովորական փոքր մեղքը չուզեց ներել մարդուն։ Հասկանում եք։ Ասածս ինչ է։ Մի ֆետիշացրեք այս ամեն ինչը։ Մի ֆետիշացրեք։ Հայ եկեղեցին փառք Աստծո բաղկացած է, որ եկեղեցին բաղկացած է առողջ տղամարդկանցից։ Դուք ուզում եք առողջ տղամարդկանց փոխարեն հիվանդոտ տղամարդիկ լինեն։ Չեն կարող լինել։ Իսկ առողջ տղամարդկանց հնարավորություն տվեք, որ կարողանան իրենց կուսակրոն կյանքը լիուլի իմաստավորած ապրել։ Գայթակղություններ մի ստեղծեք իրենց համար։ Թագարտներ մի լարեք իրենց համար։ Գիտեք ինչքան թագարտների ու գայթակղությունների միջով է անցել որևիցե մի հոգևորական, որ հասել է իմ տարիքին։ Դուք կարող եք դա երևակայել։ Սրբազան, բայց ամեն դեպքում սա արդյոք ձևական բնույթ չի կրում կուսակրոնությունը։ Եվ միգուցե այս հարցում փոփոխություններ չի իրականացվում։ Ձևական բնույթ չի կրում։ Նախ կուսակրոնություն կոչված է, ռուսները ավելի ճիշտ բառ ունեն, безбрачие։ Այսինքն ընտանիք չկազմել, ընտանիք չունենալ։ Որովհետև եկեղեցին ինքն էլ հասկանում է, շատ լավ հասկանում է, ի սկզբանե հասկացել է, որ առանց սայթակումի հնարավոր չի։ Շատ լավ հասկացել է, ցանկացած եկեղեցի հասկացել է դա, որ առանց սայթակումի առողջ տղամարդը չի կարող առանց սայթակելու ընթանալ, չի կարող։ Էնել է աշխարհում։ Հասկանում եք, չի կարող։ Բայց սայթակելուց ընկնելուց հետո կանգնում է, թե մնում է փոսի մեջ, սա է կարևորը։ Ոտքի է կանգնում, թե մնում է փոսի մեջ։ Եթե մարդը ոտքի է կանգնել, հարգեք այդ ոտքի կանգնելը։ Եվ առավել ևս, եթե որևիցե անձ չի դժբախտացել, որովհետև կարող էր դժբախտանալ։ Ես խոսում եմ երկրորդ անձի մասին, հոգևորականի մասին չեմ խոսում։ Եթե հոգևորականը իր այդ սայթակումով դժբախտացրել է ինչ-որ մեկին, պատասխան պիտի տա։ Պատասխան պիտի տա։ Բայց եթե որևիցե դժբախտություն, որևիցե արդյունք չկա իր սայթակումի, բացի սեփականից, բացի սեփական արդյունքից եւ սեփական ցավից, թողեք հոգևորական ապրի իր սեփական արդյունքով եւ իր սեփական ցավով։ Իսկ ով մտածում է, որ դա շատ հեշտ է, իսկ ով որ մտածում է, դա շատ հեշտ է, թող մեկ ամիս ապրի այդ կյանքով։ Մեկ ամիս ապրի։ Մեկ ամիս ինչ եմ, մեկ շաբաթ թող ապրի այդ կյանքով, փորձի ապրել։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հաստատեցին նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից եւ նրանք նշում են, որ եկեղեցում եւ եկեղեցուց դուրս գտնվող սրբապիղծերի դիմակը պետք է պատռվի եւ ովքեր թաքնվել են սքեմի տակ պետք է բացահայտվեն։ Հիմա այսինքն գործընթացներ են հաջորդելու եկեղեցու դեմ։ Հիմա հակառակորդ է դարձել իշխանությանը։ Ես ինչ իմանամ, իրենց հարցերեք։ Ասում աղվեսը չի, աղվեսի պոչն է, ԿՊ-ն։ Աղվեսը չի, աղվեսի պոչն է, ինչ ուրիշ բան դասեին։ Դասեին վայ ամոթ իրեն, հա, այդպեսի բան դասեին, այդքան համարձակություն ունեն կամ կարողություն ունեն։ Իհարկե պետք է ձայնի տված պետք է նույն բանը շարունակեն։
Իսկ ինչու հիմա Փաշինյանը որոշեց այս հարցերը բարձրացնել, ինչ խնդիր է լուծում, արդյոք խնդիրը հոգևորականներն են, թե եկեղեցին է։ Փաշազադեին է ձայնակցում, Ադրբեջանին է ձայնակցում, Ադրբեջանին թեմա է տալիս։ Հիմա եթե այսօր հետևեք ադրբեջանական մամուլին, ամբողջ ադրբեջանական մամուլը հեղեղված է իր եւ իր կենակցի այդ հայտարարություններով, որ տեսեք հայ եկեղեցին լեցուն է սրբապիղձներով եւ մանգապիղձներով։ Ինչու է ձայնակցում, ինչ է ուզում, ինչ մեսիջ է ուղարկում Ադրբեջան կամ Թուրքիա։ Այսինքն որ մենք նույնպես պայքարում ենք հայ եկեղեցու դեմ, ինչպես դուք, մեր թշնամին է, հավասարապես մեր թշնամին է հայ եկեղեցին։ Ինչպես ինչ պետք է տանի։ Հայ եկեղեցին է 5-րդ շարասյուն չի այս երկրում։ Արցախի պահանջատերը չի։ Ռևանշիստ չի։ Դու գիտեք, եթե հասկանում ես, հիմա ուրիշ բան էլ ասեմ, ճիշտ չի որ ասում եմ, բայց ստիպված եմ ասելու։ Հիմա այն որ ասում է այսպես սրբապիղծ եւ այլն եւ մանգապղծությանը չեմ արդում, մանգապիղծ չկա։ Եթե լիներ, պետք է բանդում լիներ։ Այդ որ սրբապիղծ ասում է սրաներ, իր սրտի հոգևորականների մեջ չկան նմանները։ Իր սրտի, իր ուզած հոգևորականների մեջ նմանները չկան։ Հələ իրեն հարցրեք։ Ասենք ձեզ, ովքեր որ ձեզ փառաբանում են կամ ձեզ աղոհացով դիմավորում են կամ ձեզ երբ որ լավ բաներ են ասում, այդ հոգևորականների մեջ ոչ մի նմանը չկա։ Սուրբ են։ Ուրեմն եթե եկեղեցին ռևանշիստ չլներ, 5-րդ շարասյուն չլներ, հասկանում ես եւ այլն չլներ, այս հարցերը չէի լինի, ոչ էլ խոսել այս մասին, հասկանում ես։ Ուղղակի այսքան ժամանակ տեսել է, որ ինչ արել է, ուրեմն վարունգը հագարակ ուղղությամբ է աճել, հիմա հասել է ամենայսպես ասած խոցելի տեղին։ Ժամանակին փորձեց մեղադրել կոռուպցիայի մեջ, չէ, հարստության մեջ, բան, անաշխատ եկամուտների մեջ, չգիտեմ ինչով, ոչ մի բան չկարողացավ անել, չէ, չգիտա ոչ մի բան, չէ։ Կոռումպացված հոգևորականներին պիտի ծնգի բերեր, չէ, ոչ մի կոռումպացված հոգևորական չգտա, որպեսզի ծնգի բերի, չէ։ Հիմա եկե հասել է հարցը այն որ ամենափափուկ թեման է, էլի։ Հա, սեռական մարդու սեռական կյանքը ուրեմն քննարկել ամենափափուկ, այսպես շահարկվելի թեման է, քննարկենք, հա քննարկենք, հասելա վրա գցենք, հանելա վրա գցենք, ճիշտ է սխալ է, կասենք ընդամենը լսել էի, կվերջանակի գնա։ Էս է։ Աղմուկ բարձրացնել, հա, փոշի բարձրացնել եւ այդ ֆակտոր ջրում փորձել սեփական զուգը որսալ։ Ինչի մասն է խոսքը։ Եկեղեցին կենտանի մարդկանցից բաղկացած կենտանի օրգանիզմ է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ եկեղեցականների մեջ։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Բայց կան բաներ, որոնք դա վերաբերում են զուտ եկեղեցական իշխանության, կան բաներ, որոնք վերաբերում են աշխարհիկ իշխանության։ Եթե ես մարդ եմ սպանում, չպետք է փախնեմ, ասեմ, ես հոգևորական եմ, ինչ չեք կարող դատել, այո, կդատեք, տվեք առավելագույն պատիժ։ Մանգապիղծ հոգևորականի կբռնեք, տվեք առավելագույն պատիժ։ Բայց այն հանցանքները, որոնք քրեական հանցանք չեն, եւ հանցանք են զուտ եկեղեցական ադյանի արչեւ, այդտեղ ձեր ինչ գործն է։ Դա ձեր ինչ գործն է։ Ասում են եկեղեցին ինքը պետք է այդ հարցերով զբաղվի եւ քանի որ չի զբաղվում, արդեն եկեղեցին զբաղվում է, ինքը չպետք է թելադրի թե եկեղեցին բաժանված է պետությունից։ Մոռացել եք։ Հիմա այս մեղադրանքներին, ծանր մեղադրանքներին արդյոք եկեղեցին պատասխանելու է եւ ո՞րն է լինելու ձեր գործողությունները։ Աղջիկ ջան, բացարձակ պատասխանելու կարիք չկար։ Բացարձակ ես ասել եմ, ելի եմ ասում, շան տեղ դնելու կարիք էլ չկար։ Բայց ուղղակի դուք եք լրագրողներ դեք, հոգնեցնում եք երեկվանից այսօր հոգնեցնում եք զանգելով, բանանելով։ Դուք եք այս թեման այսպես բանանում կրակի վրա էփում արծարծում։ Բայց Փաշինյանը բավականին լուրջ մեղադրանքներ է հնչեցնում, պատասխան չպետք է ստանա։ Եկեղեցին կարհամարեր կասներ կգնար, շունը հաչում, քարավանը գնում է։ Արհամարելով հարցը կլուծվի։ Ամեն մի հաճածող շանը, որ կանգնես, կռանաս, քար վերցնես, որպես խփես, տեղ չես հասնի։ Բայց դուք լրագրողները Բայց դուք վտանգ չեք տեսնում, Սրբազան։ Ինչ եղավ, բան եւ այլն, հասեք, բան եւ այլն։ Հա,
թեմա եք, գտե հարցնում եք, մենք էլ ստիպված պատասխանում ենք, դուք էլ կարծրեք, թե մենք անհանգստացած ենք։ Ինչ ունենք անհանգստանալու։ Ուրեմն ասում են եկեղեցականները պետք է թողնեն եկեղեցական ասպարեզը։ Հա, ասեք թե ես թողեցի եկեղեցական ասպարեզը։ Բայց դրանից ինչ օգուտ եկեղեցուն կամ հասարակությանը։ Որն է օգուտը։ Դուք ինչ վտանգ եք տեսնում այս ամեն ինչում։ Խնդիրը դա է, թե ինչ հեռահար ծրագրեր կան եւ ինչ վտանգ եք դուք տեսնում։ Այս ամենի մասին խոսելը եւ բարձրաձայնելը միայն այդ նպատակն ունի։ Այս իշխանությունից եկեղեցու դեմ այս հայտարարություններից։ Սա պարզապես շանտաժ է։ Բայց ինչու է շանտաժը։ Նպատակը ո՞րն է։ Ամեն ինչ անելու համար նպատակ պետք է լինի, ծրագիր պետք է լինի։ Իրեն հարցրու, իր ձեռքում է ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, բանակը, ուժայինները, ամեն ինչ իր ձեռքում է։ Իրենց հարցրեք ինչ է ծրագիրը հայ եկեղեցու դեմ իրենց այս արշավի։ Ես ինչ իմանամ ինչ է։ Ես արդեն ասի իմ տեսակետ, Ադրբեջանին հաջողանալն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Զրուցում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։